Բաթումիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աննա Ամրոյանը 77 կգ քաշային կարգի հրում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց։ Պոկումում 0 ստանալուց հետո Ամրոյանը հրումում 136 կգ արդյունքը գրանցեց։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Սուքիասյանը երկամարտում գրանցեց 220 կգ արդյունք և այս ցուցանիշով տասնյակից ներքև եղավ։ Ներկայացնում ենք կարևոր մոտեցումները։ Հարգելի մարզասերներ, մեկ խնդրանք, ակտիվ հավանեք տեսանյութը։ Շատ կարևոր է։ Այսպես է գործնում հնարավորությունը մեդալի կանգնեց, որից դժվար էր, բայց կանգնեց և այս անգամ ստացվում է, այս անգամ վերևում շատ լավ աշխատեց Սուքիասյանը, 120-ը ֆիքսում է և Աննա Ամրոյան, 125 կգ։ Հրեց և պահեց 125 կգ։ Աննա Ամրոյանը հրում է հաջողությամբ, այսօր նրա առաջին հաջողությունը հրում վարժությունում։ Տեսնենք։ Կանգնեց Ամրոյանը և վերևում հրում է ու պահում է Աննա Ամրոյանը 133 կգ-ը գլխավերևում։ Փայլուն է, ուղղակի փայլուն է, շրջանցում է Կուզմին 6-ը, կարող է և փոքր ոսկե մեդալ նվաճել։ Տեսնում եք ինչ արժեցավ Ամրոյանին 0 ստանալը Պոկում վարժությունում։ Կանգնեց։ Հրեց ու կանգնել է պետք, ուղղվել է պետք, գերազանց է, այս սա գերազանց է յակ։ Այս ապայքար է, չհուսահատվեց 0-ից հետո Աննա Ամրոյանը և հրում վարժությունում նա փայլուն ելույթ է ունենում, 125-ից սկսեց 136-ով ավարտեց և այս արդյունքները իհարկե արտահայտում են նրա բոլոր զգացմունքները այս պահի դրությամբ։ 136 կգ Աննա Ամրոյանը առաջինն է հրում վարժությունում և որպեսզի նրան շրջանցի Գեննա Ռոմիդա Տոկոկենյան հիմա պետք է